Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, կարծիքների եւ հարցերի համար։ Նախ ուզում եմ նշել, որ հասարակական կազմակերպությունների ստացված կարծիքները, նաեւ անհատ падգամավորներից, միայն հեղինակներից կողմից ընդունվել չընդունվելով չէր պայմանավորված, մենք նաեւ կարիք ունենք դրանք քննարկել եւ համաձայնեցնել գործադիրի մեր գործընկերների հետ։ Մի մասը ընդունվել է, մի մասը ոչ եւ չընդունվելու ողջամիտ պատճառներ են եղել։ Հիմա գանք հարցերին։ Վաճառքի հետ կապված Տիկին Մնասյան մենք ունենք հոդված 15-ը, որը սահմանում է թե պահման եւ խնամքի, վաճառքի ենթակա կենդանիների պահման եւ խնամքի ինչ պահանջներ են գործում։ Նաեւ նշված է, որ վաճառքի գործունեությունը թույլտվության տրամադրման ենթակա, այսինքն լիցենզավորման ենթակա գործունեություն է եւ թույլտվության տրամադրման մանրամասները, այդ թվում նաեւ ձեր նշած մանրամասները, ինչ որտեղ նաեւ առևտրային գործընթացներին վերաբերող կսահմանվեն կառավարության կողմից, այսինքն կարգի մշակման գործընթացում պետք է ձեր հարցերը տրվեն, հարցերին պատասխաններ տրվի։ Մոնիտորինգը շատ կարևոր առաջարկ էր եւ ես ինքս կողմ եմ ու անմիջապես այս նախագիծը դեռ չընդունված, ոչ պաշտոնապես շրջանառելու եմ գաղափարը, որպեսզի անպայման կացարաններում իրականացվի մշտադիտարկում դիտորդական խումբ կոչված կառույցի կողմից, որը պետք է կազմված լինի գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք միջազգային պրակտիկայում էլ է ընդունված, նախապես տեղեկացնելով որոշակի ժամանակահատվածը 1 իրավունք են ունենալու անխոչնդոտ մտնել կացարաններ, ստուգել եւ այդ բարբերական այցերի ընթացքում նաեւ ուրեմն արձանագրել խնդիրներ, եթե այդպիսիք կլինեն։ Սա շատ կարևոր դիտարկում էր, պարզապես կառավարությունը ժամանակ չունեցավ կարծիք հայտնելու, մենք այն հիմա կշրջանառենք։ Սերժացման հետ կապված Տիկին Մինասյան Տիմի գործունեության վերաբերյալ վերահսկողական ուրեմն տիրույթում է, ինչպես մնացած ծառայություններն են տրամադրվում, այնպես էլ սերժացման գործընթացն է իրականացվում եւ ամբողջությամբ ձեր բողոքները պետք է ուղենք իրավապահ կամ վերահսկող այլ մարմիններին։ Քնեցման հետ կապված, տեսեք, քանակի կարգավորումը միայն քնեցման միջոցով չի արվում։ Այդ դեպքում, եթե մենք նշում ենք, թե ինչ միջոցներով չի կարելի կենդանիների քանակը կարգավորել, մենք պետք է հերթով ցանկ տրամադրենք քանակի կարգավորման, բայց դա անտրամաբանական է։ Մի կարճ դիտարկում պարզապես ինչ է քնեցումը, կենդանուն կյանքից զրկել, ճիշտ է։ Կենդանուն կյանքից զրկելը արգելված է օրենքի բուն հենց հոդվածով։ Բացառությամբ քնեցման հիմքերը տրված էին դեռևս 2014 թվականից, մենք եւս մի ֆիլտր էլ ավելացրեցինք, այնտեղ վարակիչ հիվանդությունների մասով անբուժելի վարակիչ հիվանդություններ ձևակերպումը դրեցինք, որ այստեղ էլ չլինի չարաշահում, այսինքն պարզապես բացառված է, որ քնեցումը օգտագործի որպես քանակի կարգավորում։ Շնորհակալ եմ։